Ինչ էր ասում Ալինան։ Ուզում էր Ռոբի հետ ծանոթացներ։ Հարցնում էր պապան կթողի, եթե իրանք հիմա կան իմ հետևից ու ես գնամ իրանց հետ։ Արև դու շատ փոքր ես ու միանշանակ պապատ չէր թողելու։ Բայց Ալինան ու Ռոբը մեծ են ու իրանք իմ հետ են լինելու։ Եթե պապան իմացավ, որ Ալինան իմ հետ է, հաստատ կթողնի։ Իսկ դու հիշում ես, որ դասերդ կիսատես թողել։ Լավ, գնամ էդ էլ ավարտեմ, թե չէ ես քո ձեռքից չեմ պրծնելու։ Վայ Մագդա։ Ալո։ Այդ Մագդայի հետ ես։ Հա, ինչի՞։ Ինչ ա եղել։ Արշակին հիվանդանոց եմ բերել։ Ճանապարհին վատացավ, շտապ օգնություն կանչեցի։ Մինչև հասանք հիվանդանոց գիտակցություններ էր կորցրել։ Ինչ։ Ինչ ա եղել, որ հիվանդանոցում ա։ Դեռ ոչ մի բան չեն ասում։ Այդ բայց շատ վատ էր։ Ասե ուղղակի մեն։ Լավ։ Դու ես ինչ ա եղել, ով է հիվանդանոցում։ Մագդա։ Նա Արշակն ա վատացել։ Ոնց Արշակն ա վատացել։ Չգիտեմ Մագդա, ոչ մի բան դեռ պարզ չի։ Ես հիմա գնամ հասկանամ ինչա կատարվում, ոնց ա վիճակը։ Դու ես քո հետ պետքա գամ, առանց ինձ ուր ես գնալու։ Բա երեխեն Մագդա, երեխուն տանը մենակ չենք թողնելու, ես չեմ ուզում որ իմանա։ Դու հասկանում ես, ես չեմ կարա մնամ, դու գնաս։ Իմ սիրտ ուղակի կպայթի, մենք իրար հետ պետքա գնանք։ Լավ, մի օպ սպաս։ Հա, Էդ։ Էլիս քո օգնության կարիք կա։ Ինչ ա եղել։ Արշակն ա վատացել, հիմա հիվանդանոցում ա։ Մեզ պետքա որ դու գաս ու մի քանի ժամով Արևի մոտ մնաս։ Ինչ։ Մագդան անհանգիստ է Էլիս, չի կարող տանը նստել ու սպասել, ընդամենը մի 2 ժամ։ Էդը դու հասկանում ես ինձ ինչ ես խնդրում, ես այդ տուն չեմ մտնի։ Էլիս վատ բան ա եղել։ Չենք հասկանում ինչ ա եղել Արշակին, ինչի ա վատացել, կամ հիմա ոնց ա, ու ոչ մի բան չգիտենք։ Դու նորից հին ու նոր ես անում։ Արշակն է վատացել։ Ինձ ինչ։ Դու հասկանում ես թե ինչ ես խոսում Էլիս։ Հասկանալով ես խոսում, թե ուղղակի ինչ գալիս ա մտքիդ ասում ես։ Էդը դու հիմա ինձ խնդրում ես, որ ես գնամ իմ թշնամու տուն, հասկանում ես։ Չէ, Էլիս, ես ուզում եմ, որ դու գաս քո քրոջ մոտ։ Արշակի մասին չես մտածում, չես անհանգստանում, մի կերպ կհասկանամ, բայց ես հիմա քեզ Արևի համար եմ զանգել, Արևի։ Էդո խնդրում եմ քեզ։ Մի ստիպ ինձ, որ ես ավելի վատը թվամ, քան կամ։ Դու գիտես ես ոնց եմ այդ մարդկանց վերաբերվում։ Ու հիմա զանգել ես ինձ սենց բան ես խնդրում։ Էդ ես կանեմ քո համար այն ինչ որ դու խնդրես։ Ինչ ասես կանեմ քո համար, բայց ոչ էս խնդրում եմ։ Էս մեկը չէ։ Ու խնդրում եմ, ինձ էլ նենց հարցով չդիմես ինչ որ կվերաբերվի Արշակին կամ իր ընտանիքին։ Էլիս, ես ինչ մարդ ես դու։ Լուրջ եմ ասում գնալով ինձ զարմացնում ես քո սառնությամբ։ Ես քեզ ասում եմ երեխեն քո կարիքն ունի։ 10 տարեկան անմեղ երեխեն Էլիս։ Ես քեզ երեխու համար եմ զանգել, չեմ ասել արի հիվանդանոց Արշակը վատ ա։ Ոնց ա խիղճը տանում, ես զարմանում եմ։ Էդ։ Էլ բան մի ասա։ Ինչքան խոսացիր ու ինչքան հիասթափեցի հերիքա։ Արա նենց ոնց ուզում ես, շարունակիր տենց ապրել, բայց վերջում որ մենակ մնաս, չզարմանաս։ Մագդա ուրիշ տարբերակ չկա, պիտի մնաս տանը։ Էլիզին էր զանգել, ճիշտ հասկացա։ Դա, բայց Ոչ մի բան ասել պետք չի։ Արդեն ամեն ինչ պարզ է։ Մի մտածի Արևը խելոք երեխա է, ինքը հաստատ կարա տանը մնա։ չէ Մագդա, տենց չի լինում։ Վտանգավոր է երեխուն տանը մենակ թողելը։
Էլիզը գալիս է։ Նոր գրեց։ Հանգիստ եղի Մագդա, ամեն ինչ լավ կլինի։ Էդո հասկանում ես, եթե հանկարծ Արշակենի մի բան լինի, ես չեմ ապրի ուղակի։ Մագդա պետք չի ծայրահեղությունից ծայրահեղություն մտածել, վերջացրու։ Ես մի բան չեմ հասկանում։ Փաստորեն այսօր Արշակն ու Նորոն հանդիպել են։ Այդ ոնց է ստացվում, որ հենց Նորոնը Արշակին հիվանդանոց տարել։ Հա, հանդիպել են։ Բայց ինչի համար։ Դե չգիտեմ, Մագդա հերիք հարցեր տաս։ Էլիս, այսօր ես գնում։ Էդոին պիտի տեսնեմ։ Բակումա։ Չէ, հա, սրճարանում պիտի հանդիպենք, գնամ շատ չսպասի, էլի։ Լավ։ Կներեք, Արշակից ինչ-որ նորություն կա։ Հիվանդի մոտ սրտի ռիթմի խանգարում կա։ Վիճակը հիմա կայուն է, բայց դեռ ոչինչ ասել չենք կարող։ Իսկ երբ նորություն կլինի։ Մի փոքր պետք է սպասեք։ Շուտ կգաք, երկար չեմ պատրաստվում մնալ։ Էլիզ ընդհանրապես որ մեկի համար լավ բան են անում, մինչև վերջ են անում։ Բարև Էլիս, ապրես որ եկար։ Բարև։ Արև մի հատարի տես, ով է քեզ հյուր եկել։ Էլիս չեմ հավատում։ Արև ես ու Էդոն դուրս են գալու, դու Էլիզի հետ պետք է մնաս, քեզ խելոք հա կպահես։ Լավ։ Դե ասա ոնց ես։ Լավ եմ, քո գալուց առաջ շատ լավ էի, բայց հիմա առավել եւս։ Էլիզ այնքան շատ էի քեզ կարոտել, դու գնալուցդ առաջ ասացիր, որ էլի կգաս, բայց մոռացար ինձ։ Արև, չեմ մոռացել։ Իրոք չեմ մոռացել, ուղղակի աշխատանքս շատ դժվար է ու շատ ծանրաբեռնված եմ, չեմ հասցնում ոչ մի բան։ Լավ, դե այդ դեպքում չեմ նեղանա։ Ապրես։ Դե ասա լավ ես, չէ՞ սովորում, դասերը տանում ես։ Հա, մի քիչ առաջ դաս էի անում, կգաս իրար հետ շարունակենք։ Ինչի՞ չէ, գնացինք։ Ասալին, Ռոբ, ոնց ես։ նոր մի քիչ առաջ իրար հետ էինք ու այդ նույն հարցը մի քանի անգամ տարբեր ձևերով տվել ես։ Դու ուղղակի այսօր իմ Ռոբի նման չէիր։ Ու այդ փաստից ես ահավոր նեղվում եմ։ Ինչ։ Ինչ ասացիր։ Քո Ռոբին։ Դե նկատի ունեմ իմ ճանաչած Ռոբի։ Լավ էլի Ալին, ինչի համար փչացրեցիր, առաջին տարբերակը ավելի լավ էր։ Լավ դե, ես դրսում եմ, հասնեմ տուն կզանգեմ կխոսանք։ Լավ։ Ինչ ա եղել աղբորս, ինչ ես արել։ Մագդա, ինչ է նշանակում ինչ ես արել։ Դու ինչ գործ ունեիր իմ աղբոր հետ, որ հանդիպել եք, ինչ ունեք իրար հետ կիսելու։ Մագդա ջան, խնդրում եմ մի հատ հանգստացի, հասկանանք ինչ ենք անում, հա։ Նոր բուժքյուրի հետ հանդիպեցի, ասեց, որ սիրտն է, որ պետք է սպասենք։
Ինչին պետք է սպասենք։ Որ վիճակը կայունանա, Մագդա։ Կլինի սուս մնաս, ես չեմ ուզում քեզ լսեմ, ուղղակի սուս մնա։ Չեմ հասկանում ինչի համար ես իմ հետ տես խոսում, ես ինչ եմ արել։ Գիտես չեմ հասկանում, որ դու ես իմ աղբոր այդ վիճակին հասցրել։ Դու ես նենց բաներ ասել, որ իրան վատ ա զգացել։ Մագդա լավ հերիք է։ Արդեն սխալ բաներ ես խոսում, հանգստացի։ Սխալը ես չեմ, էդո, սխալը ես մարդիկ են, որ մինչև հիմա չեն հասկանում, որ իմ աղբերը մեղավոր չի։ Իրանց մաման ա սիրահարվել իմ աղբորը, իրանց մաման ա փախել իմ աղբոր հետ։ Մագդա, ես հիմա քեզ ոչ մի բան չեմ ասում, որովհետև ուղղակի վիճակը հասկանում եմ։ Ու չեմ շարունակում այս խոսակցությունը, բայց մի հատ ուղեղդ միացրու ու հասկացի ինձ ինչ ես ասում։ Լավ դե կասես ինչ գործ ուներ իմ աղբոր հետ։ Մենք ոչ մի գործ չունենք, ես շատ պատահական եմ հանդիպել Արշակին։ Խաբում ես։ Էջան, ես էլ չեմ կարում ինձ տիրապետը, մի բան արա ախպերս։ Նորո ես էլ չեմ կարում։ Ես հասկանում եմ, զզվում եք մեզնից, ատում եք մեզ։ Ուրեմն հեռու մնացեք, ինչ եք ուզում։ Ինչի համար պիտի ամեն անգամ իմ աղբերը պատասխան տա։ Մագդա, չես հասկանում, որ ես ոչ մի բան չեմ ասել աղբորդ։ Մագդա կարող է ես քեզ հետ տանեմ տուն արդեն։ Նորո կլինի ստեղից գնաս, չեմ ուզում քեզ տեղ տեսնեմ, ուղակի գնա։ Ապրես բալես։ Էլիզը ուշ է գալու։ Դե չգիտեմ, Էդոյի հետ է դժվար շատ շուտ կա։ Դե հա։ Գիտես չէ, բաբկենի հետ խոսել եմ ու ամեն ինչ ասել եմ։ Ինչ ասեց։ Դե որ էլի կխոսի Էլիզի հետ։ Շատ լավ է։ Չէ, Մագդա, դու իրոք չես հասկանում ինչ ես խոսում։ Ասում ես ոչ մի բան չեմ ասել Արշակին, մենք չենք վիճել։ Ես քեզ էլ չեմ հավատում, Նորո։ Դու ինչ իմ կյանքում հայտնվել ես, իմ կյանքում մենակ խնդիրներ են։ Ավելի լավ է ես քեզ էլ ոչ տեսնեմ, ոչ էլ լսեմ, քան այսքան խնդիրների մեջ մնամ։ Մագդա լավ, դու իրոք չես հասկանում ինչ ես ասում, հերիք է։ Ես ամեն ինչ շատ լավ եմ հասկանում։ Ուղղակի վաղուց պետք է այս ամեն ինչ ընկերոջդ ասեի, վաղուց պետք է ասեի, որ ինչ իմ կյանքում հայտնվել է, կյանքս փչացրել է։ Ասա այն ինչ իրոք մտածում ես իմ մասին, դատարկվի, որ հանգստանաս, ասա լսում եմ։ Հավատա շատ բաներ ունեմ ասելու, բայց այսքանը հիմա հերիք է։ Ու մի բան էլ եմ ուզում ասեմ։ Ես այս կյանքում ոչ մեկի չեմ սպառնացել, բայց քեզ սպառնում եմ։ Վայ, Մագդա։ Չէ, թող ասի Էջան, թող ասի, լսում եմ, ասա շարունակի։ Լսի քեզ ինչ եմ ասում։ Եթե իմ աղբորը հանկարծ ինչ-որ բան եղավ, դու պատասխան ես տալու։ Ու ես ինչ էր Մագդա։ Ինչ ես խոսում։ Դու չես հասկանում, որ իմ աղբերը իրա պատճառով այս վիճակում։ Լավ, դու այդքանը չես հասկանում։ Մագդա, սուս մնա։ Եկել ենք հիվանդանոց փոխանակ միած սուս մնաս, հասկանանք ինչ է կատարվում, ոնց է Արշակը, կռիվ ես սարքում։ Ասասերին ուշադրություն մի դարձրու աղբեր։ Նեղված է, չի հասկանում ինչ է խոսում։ Չէի ասի Էդո։ Մագդան ասաց այն ինչ իրոք մտածում է։ Ավելի նորո, գոնե հիմա դու մի սկսի։ Նեղված է, վախեցած է, այդ Լանայի անետանալը քիչ էր, հիմա էլ Արշակի այս վիճակը։ Էջան, ես ոչ Լաննայի անետացման հետ կապ ունեմ, ոչ էլ Արշակի այս վիճակի։ Որ այս ամեն ինչ իմ գլխին ջարդվեց ու այդ տոնով ինձ ասեց։ Աղբերս, ես քեզ լրիվ հասկանում եմ, դու ճիշտ ես, Մագդան իրան շատ վատապահ է։ Բայց դու իրան պիտի հասկանաս, պիտի մտնես դրության մեջ։ Կարճ ասած ամեն ինչ դու ես անում։ Ես էլ չեմ խառնվել։ Ու կաշխատեմ իր աշկիներ քիչերով, որ անկրճ չներվանանա։ Չէ, նորո ջան, տես չեղավ։ Դու պիտի մնաս տեղ, պիտի կողքից լինես, որ բժշկի հետ խոսանք, հասկանանք ոնց է Արշակի վիճակը։ Այդ ամեն ինչը դու էլ կարես անես։ Լավ էլի նորո։ Գոնե դու քո կողմից իրավիճակը մի լարի։
Լավ, դու ուրիշ բան ասա, որ դու Մագդան եկել եք հիվանդանոց, բա արևի կողքին ով է մնացել, երեխուն մենակ եք թողել։ Չէ, Նորո ջան, ու ես գիշ չեմ երեխուն մենակ թողեմ ախպեր։ Էլիզին համոզել եմ գնացել է։ Ինչ։ Լուրջ։ Բա դժվար էր համոզելը իհարկե, բայց ստացվեց։ Բա ինչի Ալինային հետդ չբերեցիր։ Շատ լավ կլիներ, որ բերեիր։ Չնայած Նորոն արդեն ասել է, իրար հետ լավ տեղ ենք գնալու, շուտով կհանդիպենք։ Բայց ինձ թվում է, ես ու Ալինան մեր հանդիպումը ավելի շուտ կկազմակերպենք, քան Նորոն։ Ասեմ ոնց։ Արի դու Ալինայի մասին ավելի քիչ խոսա, հա։ Համել դու իրանից 5 տարի փոքր ես։ Բայց այդ ինչ կապ ունի։ Մեծ կապ ունի։ Ինքը քեզ ոնց որ փոքր երեխա է սիրում, ոչ թե որպես ընկերուհի։ Դուք ընկերուհիներ չեք կարա լինեք։ Ալինան ասել է, որ մենք ընկերուհիներ ենք։ Կասեք աղբորս վիճակը ոնց է, իրան ինչ ա եղել։ Սրտի աշխատանքը կարգավորվել է, բայց շատ թույլ է։ Այսօր կմնա հիվանդանոցում, իսկ վաղը կհասկանանք։ Իսկ ինչ որ բան պետք է որ անենք։ Չէ, եթե ինչ-որ բանի կարիք լինի, մենք ձեզ կասենք։ Բուժքույր ջան, իսկ կարանք Արշակին տեսնենք։ Այս պահին ոչ, մի քիչ կազդուրվի Նոր։ Տեսար Մագդա, որ ասում է ամեն ինչ լավ կլինի։ Հա, ճիշտ է։ Այս անգամ ընկերոջդ բախտը բերեց։ Դու չես պատկերացնի, եթե աղբորս մի բան լիներ, ես ինչ իրան կանեի։ Արի դասը շարունակենք, հա։ Էլիզ, դու չես ուզում ես Ալինայի հետ շփվեմ։ Ինձ չես սիրում առաջվա նման։ Եթե չես սիրում ինձ, հիմա ինչ ես եկել իմ մոտ։ Արև ինչեր ես խոսում։ Ոնց կարող է ես քեզ չսիրեմ։ Չգիտեմ, մի քիչ կոպիտ ես հետս։ Բայց ես մեկա չեմ նախանում, որովհետև ես քեզ միշտ առաջվա նման սիրելու եմ։ Ես էլ քեզ եմ շատ սիրում։ Ու էլ տենց բանես չմտածես, լավ։ Արշակ, ես ոնց վախացրեցիր ինձ։ Ես լավ եմ Մագդա, լավ եմ մի վախեցի։ Մի մարդ ենք ամեն ինչ էլ պատահում։ Հաստատ չես խաբում, հաստատ լավ ես։ Լավ եմ։ Արևը չգիտի, չէ։ Չէ, մենք երեխուն բան չենք ասել։ Էդոն զանգեց Էլիզին, ինքը մնացել է հետը։ Շատ լավ է։ Չասեք երեխուն հանկարծ չվախենա։ Ես վաղը մեկ հատ տանը կլինեմ։ Արշակ, էդ դու չես որոշում, սպասի բժիշկները կասեն։ Ես գիտեմ, որ դու Նորոյի հետ ես եղել։ Նորոնա չէ քեզ այս վիճակին հասցրել։ Չէ, Մագդա։ Հակառակը։ Ես չգիտեմ ինչ կլներ, եթե Նորոն իմ հետևից չգար։ Այսինքն Մենք պատահական հանդիպեցինք։ Զրուցում ենք ու ես ինձ զված զգացի։ Ճիշտ է, Նորոյին չասեցի։ Երբ որ դուրս եկա, ինքը իմ հետևից եկավ, երևի ինչ-որ մի բան զգացել էր։ Հիմա ստեղ է։ հա, ստեղ է։ Որ խնդրեմ կասես գա։ Ուզում եմ շնորհակալություն ասեմ։ Հա, հիմա կասեմ։ Նորո Արշակ ուզում է քեզ տեսնի։ Խոսամ գամ։
Նորո կներես ինձ։ Ես իրավիճակը սխալ եմ հասկացել ու վատ բաներ եմ ասել։ Փաստորեն Արշակը ասել է իրականում ոնց է եղել։ Հա, Ես քեզ ասում եմ, դու ինձ չէիր հավատում։ Ուղղակի ուզում եմ մի բան հասկանալ, Մագդա։ Ես քեզ իրոք այնքան շատ եմ խաբել, որ իմ ասածներին չես հավատում, հա։ ես հիմա ինձ ահավոր վատ եմ զգում։ Չէ, ամեն ինչ նորմալ է։ Գիտես, ասում են, մարդ ջղայնացած ժամանակ է ասում, այն ինչ զգում ու մտածում ա դիմացինի հանդեպ։ Ես քեզ ասում եմ, որ այդ տենց չի։ Հիմա ինչ անեմ, 1000 անգամ ներողություն խնդրեմ, որ ինձ հասկանաս։ Չէ, դրա կարիքը չկա։ Ես մի անգամը մի կերպ կհասկանամ։ Ոնց ես։ Լավ եմ։ Այս անգամ հաստատ չեմ խաբում։ Ես շնորհակալ եմ քեզանից, Նորա։ Դու որ չլիներ, ես չգիտեմ, թե ինչ կլիներ։ Կարևորը որ քո հետ ամեն ինչ նորմալ է, Արշակ։ Մենք շատ երկար խոսալու բան ունենք իրար հետ։ Հարցեր կան, որոնք որ քննարկման ենթակա են։ Բայց հիմա քեզ ուրիշ բան եմ ուզում խնդրեմ։ Հույս ունեմ, որ խնդրանքս չես մերժի։ Ինչ։ Ես չեմ պատկերացել, որ Կարենի հարցը իրանից վտանգ է ներկայացնելու իմ ընտանիքի համար։ Բայց հիմա այդ կարծիքին չեմ։ Խնդրում եմ քեզ միջև իմ տուն գալը Մագդայի ու Արևի կողքին լինես։ Ինձ ստեղ խնամող պետք չի, ես խնամքի կարիք չունեմ։ Բայց բժիշկը պնդում է, որ պետք է մի օքի մնա։ Չկարողացա հակառակը համոզեմ։ Չեմ ուզում Մագդան գա, կասեմ, որ այդ ում մնա։ Բայց չեմ էլ ուզում, որ տանը մենակ լինեն։ Հասկանում եմ։ Ես վստահում եմ քեզ ու ավելի հանգիստ կլինեմ, որ խնդրանքս չմերժես։ Ես չգիտեմ, թե այդ Կարենի գլխում ինչ կլինի, հանկարծ չիմանա, որ հիվանդանոցում եմ ու գնա երեխեքին վախացնի։ Հանգիստ տեղի ես դες բան թույլ չեմ տա։ Կմնամ ու կհետևեմ։ Շնորհակալ եմ։ Առողջություն քեզ։ Այլես։ Դու ինչ եղաք։ Ասեցիք շուտ կգաք։ Նորոն ու Մագդան արդեն ճանապարհին են։ Մի քիչ էլ դիմացիր։ Վայ ինչ լավ է։ Արդեն խեղդվում ես տան մեջ։ Իսկ Ինչ։ Արշակը ոնց է։ Ես ինչ հարցեր ես տալիս էլիս։ Բա քեզ ասում, հա։ Դու Լավ է արդեն։ Հասնես տուն կզանգես կամ կգրես։ լավ։ Էլիզա ապրես, որ Արևի մոտ մնացիր։ Խնդրեմ, հուսամ էլ նման դեպքեր չեն լինի ու ստիպված չեմ լինի ես տուն գալ։ Էլիս, Ինչ նորը, արի գնանք, էլի չեմ ուզում ստեղ երկար մնանք։
Էլի Զարևը քնած է։ Հա, քնած է։ Գնացինք։ Արի քեզ ճանապարհեմ, բայց ես չեմ գալիս։ Ինչ։ Ինչ որ լսեցիր Էլիս։ Ես տեղ եմ մնալու։ Չէ, նոր պետք չի, դու հանգիստ տուն գնա։ Մագդա մնալու եմ։ Եթե ուզում ես դրսում կքնեմ, բայց պետքա մնամ։ Նորը դու ընդհանրապես քեզ լսում ես։ Դու ինչ ունես այս տանը անելու։ Ոչ մի բան չունես, ինչ ես մնում։ Ժամը արդեն ուշ է, Էլիս։ Դու վաղուց պետքա տանը լինեիր։ Միասին, Նորո, մենք միասին պետքա տանը լինեինք։ Ես չեմ հասկանում, դու այս տանը անելիք չունես, ինչ ես մնում։ Նոր խնդրում եմ դու Էլիզի հետ գնա։ Եթե ինչ-որ բան լինի, ես քեզ կզանգեմ։ Չէ, Մագդա, Էլիս տաքսին վաղուց քեզ է սպասում, գիտես։ Նորո, ես քեզ ընդհանրապես չեմ հասկանում։ Չեմ հասկանում։ Այս մարդիկ ինչքան են ազդել քո վրա։ Դուրդ եկավ Մագդա արածդ։ Էլիզ, Նորո, թող։ Բարի գիշեր, Էլիս։ Տաքսին ընդեղ է, գնա։ Դու լուրջ ես տանն ես պատրաստվում մնաս, հա։ Հասնես դու զանգի։ Չեմ զանգի։ Դու գնա Մագդայիդ գրկի նստի։ Մեկա սիրտը չի տանում, չէ՞ ժամին թողես տանը մենակ։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ նոր իրոք կարիք չկար, որ մնայիր։ Ես ոչ մի բանից չեմ վախենում։ Մագդա, եթե իմ ներկայությունը քո համար տհաճ է, խնդիր չկա։ Ես դրսում կմնամ, բայց պետքա մնամ տան մոտ։ Գժվեցիր Նորը։ Բա ինչ ասեմ։ Ես հասկանում եմ, որ քեզ դժվար է։ Ես գիտեմ, որ դու իմ ու Արևի մասին մտածելով ես ստեղ։ Ես գիտեմ, որ հոգեբանորեն քեզ դժվար է մամայիդ նկարները ստեղ տեսնելը։ Ու ուղղակի ուզում եմ ասեմ, որ ես շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար։ Ես ուզում եմ Արևին տեսնեմ։ Լավ, ես էլ գնամ թեյ դնեմ։ Վերջապես, Որեդոյիդ հետ ես լինում, ժամանակի մասին մոռանում ես։ Ահա, լրիվ։ Էլիս, ինչ ա եղել։ Մի տեսակ ես։ Չէ։ Ուղղակի հոգնած եմ, համել քունս ա տանում հաս։ Իսկ նորոյից տեղյակ ես, մինչև հիմա տուն չի եկել։ Մինչև տուն չգա չեմ քնելու։ Էլիս։ Դու ջան մի հարց տամ քեզ։ Ասա Արշակոպար։ Դու իմ ու Նորոյի այսօրվա հանդիպման թեմայի մասին տեղյակ էիր։ Հա։ Պարզա։
ես թե վերցրու հեսա ուտելու բան էլ կբերեմ։ Չէ։ Պետք չի։ Եթե դեմ չես ուզում եմ միասին նստենք։ Բայց Բայց ինչ։ չէ, ոչ մի բան արի նստենք։ Այսօր շատ էիր, չէ՞ վախեցել։ Դե ճիշտն ասած, հա։ Ամեն ինչ կանեի, որ այսօրը հիշողություններիցս ջնջեի։ Նորո արշակը իմ համար ամեն ինչը։ Ինքը այն մարդն է, որ ինձ ամեն վայրկյան ու րոպե պետք է։ Ես իմ կյանքը առանց իրա ուղղակի չեմ պատկերացնում։ Չեմ կարա բացատրեմ ինձ զգացի, որ ասեցին վատացել է։ Կարևորը որ հիմա լավ է։ Ու ամեն ինչ անցյալում է։ Շնորհակալ եմ, որ օգնել ես ու կողքին ես եղել։ Շնորհակալության փոխարեն ինձ թվում ավելի ճիշտ կլինի թե եղանք, թե չէ հաստատ կսառի։ Էլիզ ինչ ա եղել։ Ոչ մի բան հայս։ Տեսնում եմ, որ մի տեսակ ես։ Հո չեք կռվել Էդոյի հետ։ Չէ։ Բա ինչի ես այս վիճակում։ Հասուղակի հոգնած եմ ու մի քիչ էլ գլուխս ացավ այդքանը։ Լավ էլ հարցեր չեմ տա։ Էլիս կզանգես նորային տեսնես երբ կգա։ Վայ լավ էլի հաս։ Գնա պարկի քնի։ Նորան որ մինչև հիմա չի եկել, էլ դժվար էլ կա։ Այսինքն, հո դրսում չի մնալու։ Չէ, հանգիստ եղի։ Դրսում հաստատ չի մնա։ Էլիզ նենց ես խոսում, ոնց որ գիտես ուրա։ Չէ, չգիտեմ։ Դե ուրեմն զանգի իմանանք ուրա։ Ինձ արդեն թվում է, որ իմ պատճառով տուն չի գալիս։ Հասմիկ չկա տենց բան։ Ես ասում էի, չէ Ալին, իրանք հաստատ հաշտվելու են ու հաշտվեցին։ Ու տես նորոն մեր տանն է, Մագդայի հետ։ Էլիս, ինչ եղավ։